2018 թվականին դուք պայքարում էիք հանուն ժողովրդավար ու չկոռուպացված երկրի, որտեղ պետք է բացառվեին իշխանության կողմից կրիմինալ դրսևորումները, ամենաթողությունը, բայց փոխարենը, ինչպես տեսնում եք, ստացանք կրիմինալին, գողական բարքերին ավելի մոտ իշխանություն։ Այսօր Հայաստանում բոլոր հարցերը լուծվում են ոչ թե օրենքի ուժով, այլ ծեծի ու ջարդի։ Չնայած այս իշխանությունների օրոք օրենքն էլ հարաբերական բան է դարձել։ Իրավունքի ու օրենքի մարդիկ շատ հաճախ մարդկանց տանում են բաժիններ ու հենց այնտեղ են հաշվեհարդար տեսնում քաղաքացիների հետ։ Ավելին, երբեմն բաժիններում մարդկանց այնքան են ծեծում, որ մարմնական ծանր վնասվածքներ են հասցնում։ Բայց ոստիկանների դաժանություններն առանձին թեմա է։ Այսօր խոսենք կոնկրետ դեմքերի ու դեպքերի մասին։ Վերջին օրերին բուռն քննարկումների առարկա է դարձել Նոր-Նորքի թաղապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքը։ Վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանն ու համակիրները խմբակային հարձակվել են ակտիվիստ Արթուր Չախոյանի վրա ու նրան ծեծի ենթարկել։ Եվ երևի թաղապետին տրված իշխանական դաբրոն այն աստիճանի է, որ թաղապետին ու իհարկե շակերտների մեջ թաղի լավ տղերքին, նույնիսկ լրագրողներն ու ուղիղ եթերների տեսախցիկները չեն խանգարել բռնություն կիրառել ու մեծ ոգևորությամբ հարվածներ հասցնել։ Վերջում էլ գուշակեք ինչ տեղի ունեցավ։ Ժողովրդավարության բաստիոնում դեպքից անմիջապես հետո ձերբակալվեցին ոչ թե բռնություն կիրառողները, այլ տուժողը։ Իդեպ, Արթուր Չախոյանի վնասվածքներն այն աստիճանի էին, որ վերջինիս հիվանդանոց տեղափոխեցին։ Գլուխս պատտվում է, հարձակվել են ցան խուլիկանի թալանչի պիղծ իշխանությունը, թաղապետի գլուխս արնազեղում է տեղի ունեցել, գնում եմ արնազեղում հարված են անցանք։ Այո, ձերբակալվածնենք հիվանդանոց։ Բայց տուժողը դուք եք ձեզ ձերբակալել, այո, սա ապօրինի իշխանությունն է։ Իդեպ, Տիգրան Տեր-Մարգարյանը Երևանի ավականու հանրապետություն խմբակցության ղեկավարն է եւ ամենաթողությունն ու ագրեսիան միայն թաղապետով չի սահմանափակվում։ Թիմակիցները նրան ոչ թե քննադատում են բռնության համար, այլ ընդհակառակը՝ սատարում։ Դեպքից հետո նույն խմբակցությունից Անի Խաչատրյանը ավելի ոգևորված թաղապետի ծեծից հայտարարեց. կխոսեն ծեծի լեզվով, կստանան ծեծ։ Մենք բոլորին, բոլոր ձևերով պատասխանում ենք համահունչ։ Կպատասխանեն մեզ փողոցային լեքսիկոնով, կստանան փողոցային, կուզեն ծեծ, կստանան ծեծ, եթե մեր հետ կգնան այդ տարբերակով։ Ես սպառնալիք չեմ, ես ասում եմ, եթե իրենք կգնան մեր հետ, իրենք եթե կգնան մեր հետ այդ տարբերակով, մենք կպատասխանենք այդ տարբերակով։ Չեք զարմանա, չէ, եթե ասենք, որ թաղապետի վարքագիծը նաև արդարացրեց Հանրապետություն կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը։ Եթե չեք մոռացել, թե նա ինչպես է այս տարիների ընթացքում գրեթե ուրանում հարազատ եղբորը սպառապետ Վազգեն Սարգսյանին, նրա պայքարի շնորհիվ հետ բերված Արցախն ու արցախահայերին, ապա այս պարագայում էլ նրա ոչ մի ասածից չեք զարմանա։ Իսկ Սարգսյանը ասում է, թե սա դրանք կա, որ հղի է բռնությամբ, բայց եկեք շատ չծավալվենք, թե նա ինչ էր փիլիսոփայում բռնության մասին եւ անցնենք նրա կողմից բերված բուն պատճառաբանությանը։ Ըստ Սարգսյանի, մեղավորները էլի ռուսներն են։ Հարգելի դիտողներ, դուք հիմա կմտածեք, որ այս լուրջ թեմայով կատակներ են կանում, որովհետեւ ինչ կապ կարող է ունենալ Ռուսաստանը թաղապետի բռնության դրսևորումների հետ, բայց շտապենք հիասթափեցնել եւ ասել, որ սա բնավ հումոր չէ։ Իսկապես Արամ Սարգսյանն այդ կարծիքին է։ Սարգսյանն ասում է, որ 5 օր առաջ թաղապետը իր գրասենյակում հանդիպել է ուկրաինական Բուչա քաղաքի ղեկավարի հետ, ինչն էլ արձանագրած կլինի Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը, եւ տեղի ունեցածը կարող էր այդ համատեքստում լինել։ Ինչևէ, եթե դուք եք դեռ շարունակում որևէ տրամաբանություն փնտրել ու չգտնել, լրիվ նորմալ է։ Հիշեցնենք, որ Արամ Սարգսյանն ու իր քաղաքական թևը Հայաստանում շատ ակտիվ Եվրոպան քարոզողներից են։ Այստեղ էլ մի տեսակ պարադոքս է ստացվում։ Համ Եվրոպա է քարոզում, համ ծեծը չի դատապարտում։ Տեսնես, ըստ Սարգսյանի, եվրոպական որ մի արժեքի համատեքստում է տեղավորվում ծեծն ու բռնությունը։ Դե պատկերացրեք, որ եթե նրա ու իր թիմակիցների պատկերացրած Եվրոպան բռնությունն է, ինչ կլինի, եթե նրանք գան իշխանության։ Իսկ նրանց կամ նրանց միջոցով նորից Փաշինյան-Նիկոլի վերարտադրվելու մասին խոսակցությունները արդեն սկսվել են։ Իդեպ, ընդդիմադիրների նկատմամբ բռնությունը չի դատապարտվում նաև որևէ իշխանականի կողմից։ Նրանք մի տեսակ շատ հաշտ են դարձել իրենց օրոք եղած ամենաթողության հետ։ Ավելին, նույնիսկ շատ հաճախ սատարում են իրենց թիմակից բռնարարներին։ Դե սիրելի հայրենակիցներ, այս իշխանության օրոք միակ թանկ խորհուրդը, որ կարող ենք տալ, հետևյալն է. այսօրվա ապօրինություններից, բռնությունից, կաշառքի եւ նմանատիպ այլ դեպքերի ու խախտումների մասին բարձրաձայնելուց ուշադիր եղեք եւ հիշեք, որ այսօր Հայաստանում հարցերը լուծվում են ծեծ ու ջարդով։ Հաջորդ զոհը հանկարծ դուք չլինեք։